Այս տարի մեծ պահքը մարտի 2-ից սկսվեց։ Յուրաքանչյուր քրիստոնյա աղոթքի, ծոմապահության, ինքնաքննության, մտքի եւ հոգու նորոգության ժամանակաշրջան է անցնում, մասնակցում խոկումների, եկեղեցական արարողությունների։ Արևագալի ժամերգությունը դրանցից մեկն է։ Մեծ պահքի շրջանում է կատարվում միայն երկուշաբթիից ուրբաթ առավոտ կանուխ։ Այն սկզբնական շրջանում կատարվում էր որպես առավոտյան ժամերգության վերջնամաս եւ 7-րդ դարում Եզրափ Առանձնակերտցի կաթողիկոսի ջանքերով հաստատվեց որպես առանձին ժամերգություն, իսկ 12-րդ դարում Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի շնորհիվ հարստացվեց շարականներով, աղոթքներով։ Այս ժամը Քրիստոսի հարության խորհուրդն ունի, քանի որ հարությունից հետո Հիսուս այս ժամին երևաց իր աշակերտներին։ Արևածագիներ նաև, որ յուղաբեր կանայք Տիրոջ գերեզմանին այցի գնացին եւ տեսան, որ հարություն է առել։ Ժամերգության ընթացքում հնչող շարականները նվիրված են լույսին, արևածագին, կյանքի ճանապարհը խորհրդանշող Քրիստոսին։ Արևագալի ժամերգության հոգեթով աղոթքների, շարականների եւ քարոզների շնորհիվ մենք ամեն անգամ կարծես լուսակերպվենք, վերալուսավորվենք, որովհետեւ աղոթների մեջ ասվում է արեգակի ծագելու պես խնդրում ենք Տիրոջը, որպեսզի լույս ծագեցնի նաև մեր հոգիներում եւ հաղորդ դարձնի իմանալի ճշմարիտ արեգակին, որ Քրիստոս է։ Արեգակը խորհրդանշում է Քրիստոսին, որովհետեւ Քրիստոս, ինչպես ճշմարիտ արեգակ, ծագելով արևելքում, լուսավորեց ամբողջ մարդկությանը։ Այս ժամերգությունը հավատացյալին հիշեցնում է նաև Քրիստոսի երկրորդ գալստյան եւ արդարների հարության մասին։ Հոգևորականները հորդորում են բոլորին մասնակցել արևագալին ու նախապատրաստվել մեր կյանքը լույսով ու հավատով լցնող մեծագույն տոնին՝ Սուրբ Հարությանը։